Բարև ձեզ, ես Նարեկն եմ։ Սամվել անունս, բարև ձեզ։ Ոնց եք։ Հարկաս։ Մեր ձեով շարժումն եմ ներկայացնում։ Ու այսօր որոշել ենք միասին ծրագիր անել։ Այո։ Մեքենայով ոնց որ անվճար առողջ ծրագիր է, որ մեր հայրենակիցների հետ բոլորի հետ շփվենք ու ինչ հարցեր իրենք ունեն Հայաստանի հասարակական կյանքից, տնտեսական, քաղաքական կյանքից, իրենք տան կամ մենք տանք քննարկենք իրար հետ։ Եթե չէ։ Կարելի է։ Հա։ Ես դեմ եմ Փաշինյանի ասացին, որ այս թոշակների վրա այդ գումարը ավելանալը, թոշակառուն ինչ պետք է անի այդ գումարը։ Թոշակառուն շատ տեղեր ունի այդ գումարը ծախսելու։ Իրան տեղ, չգիտեմ, օրվա հացի փող, որտեղ մենակ իր թոշակում մենակ թոշակառուն չի կարող ապրի։ Շատ քիչ է։ Այս բժշկական ապահովագրություն, Միգուցե ես չեմ ուզում բժշկական ապահովագրություն։ Ստիպողական բան չէ դի։ Իսկ այդ գումարը ինձ համար մեծ գումար է լինելու։ Ոնց եք տեսնում Հայաստանի զարգացումը, ինչ ճանապարհով մենք պետք է մեր հայրենիքը զարգացնենք, որ մարդիկ ոչ թե գնան Հայաստանից, այլ մնան այստեղ։ Պետք է զարգանա այստեղ մեզ մոտ արտադրությունը։ Արտադրությունը եթե լինի, Հայաստանը կզարգանա, ապրանք արտահանեն այլ երկրներ։ Համաձայն եմ։ Եթե ապրանք չունենք, Այո։ արտահանելու, ինչ առևտրի մասին է խոսքը։ Այո։ Հայաստանին պետք է արդյունաբերականացում, իմ կարծիքով ու մեր կարծիքով։ Մենակ այդ պարագայում մենք կարողանանք դառնալ զարգացած երկիր։ Այո։ Արցախյան պատերազմի պարտությունը մեզ հուշում է, որ մենք երկիր ենք, որը ունի ռազմարդյունաբերություն։ Եվ չունենալով ռազմարդյունաբերություն, մենք պարտվել ենք այն երկրին, որը ռազմարդյունաբերական իր ներուժը զարգացրել է։ Լամպերի գործարանը համարվում էր զինվորական վայրի գործարան, որ այդ պատերազմի ժամանակ այդ պետք է փոխարինվեր ստանոքները պատրոնի բանի։ Որքան մարդիկ անեն այդ ամեն ինչը, որ արտադրեն, ունենանք, խիչ են անում։ Իսկ ձեր կարծիքով խիչ են անում։ Չեմ կարասան խիչ եմ անում, խիչ են անում, որովհետև տարբեր բաներ կա, գաղափարներ, տարբեր չգիտեմ։ Կարող է կենտրոնացված են ուղղակի ազգաժողովում իրար հետ բանավիճելու վրա, ոչ թե նորմալ արդյունք Բանավեճը ամեն օր էլ ամերը բանավեճելնում է։ Իսկ դա հողի վրա արդյունք բերում է մեր երկրին։ Ոչ, էլի ոչ։ Այսքան ժամանակի մեկը չի վերցնում, ասի, գիտեք ինչ ժողովուրդ, այս ամիս հավաքվել է կոնկրետ այս գումարը, X գումար։ Եվ այս X գումարը ծախսվել է այս ինչ բանի համար։ Թող ասեն, թվարտայտվեն, որ ժողովուրդն իմանա իրանց տված գումարը ուր է գնացել։ Իսկ ոնց եք տեսնում Հայաստանում կան մարդիկ, ովքեր կարան իրավիճակը կարգավորեն, ինչ-որ ձև։ Կան։ Իսկ միայնակ կարող են, թե մեծ թիմեր պետք է գործեն։ Մեծ թիմեր, միայնակ, ասած ասեմ, մի ծաղկով գարուն չի գա։ Միայնակ մարդը ոչ մի բան չի կարան։ Մենակ հիմա ոնց է Նիկոլան նստել է իր թիմակիցներին հավաքել է իր կողը։ Ինչ ասի, մարդիկ անում են, թե վախենալով, թե ինչ, բայց անում են։ Հիմա տես մի հատ թիմ էլ պետք է, որ ժողովրդի մասին արդեն մտածի։ Իսկ ում եք տեսնում։ Ում տեսնելը մի քիչ դժվար է։ Ինչ թերություն եք տեսնում։ Գիտեք, բանը։ Ես Կարապետյանի թեմայով ոչ մի թերություն չեմ տեսնում։ Եթե ասեք, կարանք քննարկենք, որտեղ իմ համար մեծ հաճույք կլինի թերությունները նայեք իրար հետ։ Իր թեմայով ես թերություն չեմ տեսել, չեմ տեսնում, մարդը լավություն անում։ Ժողովրդի հանդեպ, ժողովրդի նկատմամբ, ժողովրդին, ոնց ասեմ, ամեն ինչով։ Այսօր դրությամբ ամեն ինչ թանկացած է։ Թանկը բառից բուն իմաստով ամեն ինչ։ Մնում է մի հատ շոչի գնան բրեկներս, ասեն, այսքան protection չէ, այդքան բերեք մուծեք։ Եթե գործարանները շատ լինեն, մասնագետներին ձեռի ձեռ կտանեն ավելի մեծ։ Դրա արդյունքում էլ ռայոնները, որ գնում ես, անտերություն է, մարդիկ զբաղմունքը իրենք են ոչ մի գործ չկա, երեք Եղնաձոր ենք գնացել։ Բանը գյուղերն էինք մտել ու գյուղերից մեկը Մալեշկա գյուղ էինք գնացել։ Ասում ենք, ձեր բերքում եք վաճառում, ասում են ոչ մեկին։ Զարմացան, ասում եմ ոնց, ասում եմ դե ոչ մեկ չի գալի, ասում կամ էժան գնով, ասում եմ գործարան ունեք, ասում եմ ունեինք փակվել է, ասում եմ բա ինչ եք անում, Հայաստանը ամենամեծ գյուղերից եք, ասում եմ տղա ջան, Ռուսաստան են գնում, փող են ուղարկում, ապրում ենք, տնտեսական քաղաքականություն չկա, տնտեսությունով չեն զբաղվում, ոնց որ ամեն ինչով զբաղվում ենք, բացի լուրջ տնտեսությունից։ Մեքենան գնում է որ բարձի ապրանք առնի գյուղացուց,
Բայց այն գինն առաջարկում որ գյուղացուն ձեր չի տալի, գյուղացուն մինուսով է դուս գալու։ Այո, գիտեք որ դեպքում կաշխատի, լավ։ Եթե մրցակցություն լինի ու պետությունը սանդղակ Այո, դնի։ այդ մրցակցությունը եթե լինի, դա ուրիշ բան։ Մարդիկ գումար են ծախսում, հսկայական գումարներ են ծախսում, այդ ծառերը սրսկելը տարվա մեջ քանի անգամ է սրսկում։ Ու Բայց մի շաբաթում պետքա վաճառի, դրա համար գալի ինչ գինը ասում են ստիպված համաձայնվում։ Եթե մնաց ապրանք կչանալու է բնականաբար։ Հիմնական երիտասարդներին կամ դու ես իրանց պետությունն է պատմում իր առաջնահերթությունները կամ էլ ուրիշ պետությունները ինչ որ ծրագրեր փչացնում Ուրիշ են, էլի։ պետության վրա, բայց ո՞նց կարաս հույսը դնես քո հարևանի վրա։ Շատ հաճելի է ձեր հետ։ Նմանապես։ Ձեր գաղափարները Մենք մի հատ լավ ղեկավար է պետք իր թիմով։ Ուրիշ բան պետք չի, որ զարգացնի մեր արդյունաբերությունը, մեր գործարաններն աշխատացնի։ Էտա։ Լավ բան չկա մի խոսքով։ Աստված ձեր հետ շատ հաճելի է։ Նմանապես։ Լավ որ ձեզ Աստված ձեր հետ։ Աստված ձեր բռնած գործին հաջողություն կա։ Շնորհակալ եմ շատ։ Միայն գնում են կանգառներից, մարդկանց առաջարկում են, մարդիկ գալիս են, այսինքն չկա որևէ ինչ որ պլանավորում բան, մարդկանց կարծիքն ենք մենք այսօր լսում։